Վերջը լինելու է նույնը, ինքը լքելու է այդ տեղը։ Ազգային ժողովի նախագահը կասկած չունի ամենայն հայոց կաթողիկոսը թողնելու է գահը։ Խնդրում եմ, թող շատ բան չանի, խնդրում եմ թող լքի։ Ինչ մեխանիզմով է իշխանությունը կազմակերպելու այդ ներեկեղեցական միայն եպիսկոպոսատ ժողովին վերաբերող հարցը, առայժմ իշխանական վերնախավում հստակություն չկա։ Չգիտեմ, չեմ մտածել, ցավում եմ, պայքարելու եմ, համոզելու եմ։ Ինչ հեռանալ վեհափառն այդ մասին մտածելու իրավունք անգամ չունի, հակադարձում է Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Վեհափառ հայրապետը ունի ուխտ հայ եկեղեցու հանդեպ, հետևաբար վեհափառ հայրապետը մինչև վերջ պիտի հավատարիմ մնա իր ուխտին։ Հոգևորականի ուխտը ըստ եպիսկոպոսի թույլ չի տալիս, որ ըստ կամքի թողնեն ծառայությունը, իսկ կուսակրոնության ուխտը խախտել ու շարունակել կաթողիկոսի գահին մնալ կարելի է, իշխանականները ուղիղ մեկ ամիս է այս պնդումն են անում։ Հարցրեք, ասեք, եղբայր, երեխա, ունես։ Ասելով չի, շատ բան են ասում։ Ես էլ ասում, սուտ են ասում։ Հայաստանի վարչապետը սակայն վաղուց արդեն հարցադրումներից անցել է պնդումների, փաստեր ունի, թե վեհափառը զավակ ունի, եւ այժմ նրան վեհարանից հանելու գործում ուզում է ներգրավել ամուսնացյալ քահանաներին։ Եթե դուք էլ զավակ ունեք կտրիչ Ներսիսյանն էլ, ինչու նա եկեղեցում ավելի բարձր կարգավիճակ ունի, քան դուք։ Այն պարագայում, երբ նա խաբում է ժողովրդին ու Աստծուն, իսկ դուք ոչ։ Ինչու պիտի շնացող ճակերտավոր կուսակրոնը գերակայի ձեր նկատմամբ եւ ղեկավարի ձեզ, երբ այդ իրավունքը ձեռք է բերել միայն կուսակրոնության ուխտի բերումով, եւ որը պղծել է։ Բոլոր ամուսնացյալ քահանաները իմ եղբայրներն են, 2 օր է Նիկոլ Փաշինյանն այս ջերմ նախադասությամբ քահանաներին կարծես թե հրավիրում է վեհարանի ազատագրական պայքարին միանալու։ Առայժմ սակայն հաջողություններ չկան։ Նիկոլ Փաշինյան անունով եղբայր չունենք, այսպես են արձագանքում ամուսնացյալ քահանաները։ Եղբայրը վրա չի գնացել զենքով զինված։ Դրա համար դա եղբայրություն չի կարող լինի։ Եղբայրը գալիս է սիրով, եղբայրը գալիս է համբերությամբ, զոստված եւ իր օրենքի համապատասխան գործառույթը կատարում է։ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանն ասում է, այնինչ քահանաներով տեսանք Մայրաթորում օրեր առաջ, եղբոր քայլ չէր։ Իրավական գործընթացը սրտակից եղբայրը կկազմակերպեր առանց ուժայինների զորքը Մայրաթոր բերելու։ Վստահ է ամուսնացյալ քահանաների մեծ մասը մտածում է իրպես։ Մեր քահանաների մեծամասնությունը, չեմ ասում բոլորը, մեծամասնությունը միակարծիք է այս հարցի շուրջ։ Միթե նրանց չի անհանգստացնում, որ կաթողիկոսը Մայրաթորի այլ սրբազաններ կուսակրոնության ուխտ են արել ու ըստ իշխանականների այն խախտել։ Քահանան ասում է, բոլոր հոգևորականները ուխտ են անում։ Ամուսնացյալ քահանաները նույնպես կարող են օրինակ շնանալ ու հավատարմության ուխտը խախտել, բայց իջման սուրբ սեղանի առջև իրենք ուխտ են անում Աստծո, ոչ թե իշխանության հետ։ Միայն կաթողիկոսինը չի, բոլորից ծննդադրված ուխտը Աստծո հետ է, մենք ուրիշ մարդու հետ ուխտ չենք կապում։ Այլ մարմին չկա, այլ, չգիտեմ, պայմանագիր sense ասեմ չկա։ Նիկոլ Փաշինյանին եղբայր չհամարող քահանաների գրառումներից հետո էլ վարչապետը չի նահանջում եւ շարունակում է եղբայրություն պնդել։ Հարգելի տեր հայրեր, ես հարցադրում չէի արել, ես արել էի պնդում եւ վերահաստատում եմ Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաները իմ եղբայրներն եք, ներառյալ բացասական հայտարարություններ անողներդ, որովհետեւ դուք չեք խաբում ոչ ժողովրդին, ոչ Աստծուն։ Ըստ վարչապետի ամուսնացյալ քահանաները իրենց վերադասի հրահանգով ու պարտադրանքով են վիճարկում իր հայտարարությունը։ Երանի իմ առաջնորդը ձերբակալված չլիներ ու ինձ հրահանգ տար, ասում է Շիրակի թեմի Մարալիկի հովվության քահանան։ Որ պատված վիճակում ենք եւ ոչ մեկ մեզ այլ հրամաններ ու հրահանգներ չի տվել։ Մենք արել ենք մեր խղճի թելադրանքով, մեր սրտի ցանկությամբ։ Առաջնորդարան եմ գնում, ման եմ գալիս, չկա որ տեսնեմ, թեմի առաջնորդի բացակայությունն այսպես է նկարագրում Տեր Տիգրանը։ Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորված է։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը բացառում է, որ Մայրաթորի հարյուրավոր քահանաներից որևէ մեկը կմիանա Հայաստանի վարչապետին ու կփորձի վեհարանը ազատել վեհափառից։ Եթե դու դեմ գնացիր նվիրապետության որոշմանը, դիրքորոշմանը կեցվածքին, այդ ժամանակ դու դառնում ես ուխտադրուժ։ Եկեղեցական կարգ ու կանոնին հայրապետի հրահանգներին անվերապահ հնազանդ լինելը նույնպես ուխտ է, որին պիտի ենթարկվեն հոգևորականները, իսկ եթե պարզվի կան անհնազանդներ, այսինքն վարչապետին միացողներ, ըստ եպիսկոպոսի կարգապահական հանձնախումբը կզբաղվի, եւ սա շեշտում է բոլորովին էլ պայքար չէ ընդդեմ իշխանության։ Մենք առհասարակ չունենք պայքար մեր ազգի ներսում։
Մենք միայն կպայքարենք մեր պետականության համար, մեր ազգային հոգևոր արժեքների համար, մեր ներազգային համերաշխության համար, մեր պայքարը ըստ էության սրա համար է։